Այս քայլին մեկ գնահատական կարող եմ տալ, սա հակապետական, հակազգային, իսկ ավելի կոնկրետ դավաճանական հայտարարություն է, ցավոք սրտի ոչ վերջինը եւ ոչ էլ առաջինը, այսպես սահուն եկան, այս այն իշխանությունն էր, որը եկավ եւ բանակցային գործընթացը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի շուրթերը, որ սկսում է սեփական զրոկետից, սա նաեւ այն իշխանությունն էր, որը մերժել է դարձել Նիկոլ Փաշինյանի դեմքով եւ շուրթերով մերժել էր ԵՀԿ Մինսկի խմբի 19 թվականի կարգավորման հերթական փաթեթը, սա այն իշխանությունն էր, որ Արցախի հրապարակում հայտարարեց Հայաստանը եւ վերջ Արցախը, սա այն քաղաքական ուժն է, որի ծրագրում թե քաղաքական ուժը եւ կառավարության ծրագրում 21-26 թվականների խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Շուշիի դեօկուպացիայի մասին եւ նաեւ այն քաղաքական ուժն է, որ իր թիկունքում թողնելով 5000 մեր որդիների արյունը, 10000 խեղվածների, հայնազրկելով Արցախը եւ հայնազրկումից առաջ էլ Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախի հանրապետությունը։ Սա դավաճանական հակապետական հայտարարությունն է արդարացնելու սեփական հանցագործությունները, ցեղասպանական հանցագործությունը, որովհետև եթե Պրահայում դու հայտարարում ես, որ ճանաչում ես Ադրբեջանի ամբողջականությունը ներառյալ Արցախը, դու ագրեսոր ցեղասպանի արչև կանաչ լույս ես վառում։ Մենք ունենք այսօր այս Հայաստանը, հայնազրկված Արցախը, որովհետև Հայաստանի ղեկը շարունակում է մնալ ազգուրած, ազգադավ, հակապետական քաղաքական կուրս որդեգրած եւ ամենակարևորը պարտված քաղաքական ուժն է այսօր Հայաստանում իրականացնում իշխանություններ, բայց սա միայն չի խոսում, գիտեք, մենք խոսում ենք քաղաքական կատեգորիաներով, բայց սա նաեւ մարդկային վարքականոնի եւ էության մեջ ասենք անբարոյական վարքագիծ է նաեւ բարոյականության եւ անկումի այն աստիճան, որ հայրենազրկելուց հետո այդ մարդկանց պատասխանատվություն կրելով Արցախում տեղի ունեցած ցեղասպանության համար, ինչ որ իմաստով նաեւ հանցակից դառնալով, որտեղ դու կանաչ լույս վառեցիր ագրեսորի առաջ, հիմա էլ ասել, որ Արցախի բնակիչների արցախահայության իրավունքները փակված է համարում։ Արցախի հարցը փակված են համարում Ալիև Էրդողանն ու Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն իմ գնահատականը մեկն է, դավաճանական, հակապետական հայտարարություն, նաև սեփական հանցագործությունը գիտակցող մարդու հայտարարություն, որտեղ այս հայտարարության թիկունքում նաև իր անճարակությունը, անունակությունը, տգիտությունը, հայրենիքի շահերը պաշտպանելու անունակությունը, այս ամբողջը այստեղ է եւ ձախողված մի քաղաքական ուժ, պարտված քաղաքական ուժ անց չի կարող լինել դեռ շարունակել պաշտոնավարել, պարտվածը չի կարող շարունակել իշխանությունը, իսկ պարտվածից կորզում են ամեն բան, եւ այսօր հայտարարել, որ Արցախյան հարցը փակված է, լինել ավելի քան սինխրոն, քան Ալիևն ու Էրդողանն, ուղղակի աներևակայել է, եւ սա ունի մեկ գին, Նիկոլ Փաշինյանի պաշտոնի գինն է, այդ աթոռի գինը, որ վճարում ենք մենք բոլորս, ընդ որում հարցականի տակ դնելով նաև Հայաստանի ապագան, Հայաստանի պետականության գոյությունը եւ շարունակ ստի, ամբարո ստի ժողովրդին մոլորեցնելու, այսպես անցյալով վախեցնելու ինչ որ կոդային բառերով, անճարակ, ազգադավ իշխանություններ եւ միակողմանիորեն զիջումներ, դուք տեսնում եք, որքան Ալիևը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ ոչ միայն հռետորաբանությունը, այս քանի օրը մենք տեսնում ենք, որ սահմանագծի ամբողջ երկայնքով կապան եւ տարածքներում ինչ լարված է եւ նույնիսկ վիրավոր ունենք, ես չգիտեմ այս առավոտվանից իրավիճակը ինչպիսին է, բայց մենք նույնիսկ վիրավոր ենք ունեցել եւ դա պաշտոնական լրահոսում էլ դա հայտնվեց եւ ունենք ագրեսոր Ադրբեջանը, որը սրանցից կորզում է հնարավոր ամեն բան եւ դուք գիտեք, որ 17 կետերի համաձայն այսպես կոչված խաղաղության թուղթը, որը ինքնասպանական բովանդակություն ունի, նույնիսկ դրանից հետո Ալիևը ոչ միայն ասում է, որ Հայաստանի նկատմամբ եւ Փաշինյանի նկատմամբ զրո վստահություն ունի,
շարունակի հայտարարությունները կա, հիմա նաև նոր պահանջներ առաջ քաշում, որտեղ գիտի, որ այստեղ զիջող կապիտուլյանտը կա, խոսքը վերաբերում է թե սահմանադրությանը, խոսքը վերաբերում է միջազգային ատյաններից դատական մեր հայցերը ետ վերցնելուն, այսօր հաջողորդը հայտնվել մենք պատանդ ենք, հայտնվել ենք պատանդի այսպես կարգավիճակում ազգուրած այս իշխանությունների ձեռքին։ Ես որպես ԵԱԿ խորհրդանական վեհաժողովի падգամավոր, վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, բոլոր այն միջազգային կառույցներում եւ նաեւ ԵԱԿ խորհրդանական վեհաժողովում, երբ որ խոսում եմ Արցախում, Արցախի վերադարձի իրավունքի մասին, ես խոսում եմ ցեղասպանական գործողությունների, էթնիկ զտման մասին, մշակութային ժառանգության վերացման եւ այն բարբարոս ձեռագիրը, որ Ադրբեջանը իրականացնում է ջնջելու հայկական հետքը, բնականաբար գերիների վերադարձը, նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը ներառյալ, շարունակ այդ միջազգային ատյաններում ես ստանում եմ նույն գնահատականը, բայց չէ որ Հայաստանի իշխանությունները հաշտ են այս իրականության հետ եւ դուք գնում եք խաղաղության, նույնիսկ Գերմանիայի արտգործնախարարը, հիշում եք, մի կեղծ ֆալշ ստարտ չէ, հայտարարեցին խաղաղության, Գերմանիայի արտգործնախարարը նույնիսկ ողջունեց այդ խիզախ զիջումները, ասել, կարծեմ այդպիսի բառեր համարձակ կամ խիզախ զիջումները ողջունել է։ Գիտեք, նույնիսկ զարմանում են։ Շատերի հետ որ աշխատանքի բերումով շփում ունեմ, իրենք ուղղակի զարմանում են, որ Հայաստանի պաշտոնական Հայաստանը բոլորովին այլ խոսույթի մեջ է, բոլորովին այսպես զուգահեռ են եւ սինխրոն են թուրքական եւ ադրբեջանական նարատիվների հետ եւ մանավանդ միջազգային ատյաններից մեր հայցերի ետ պահանջելը, որը չի հերքում պաշտոնական Հայաստանը, ոչ միայն թուլացնում է Հայաստանի դիրքերը, այլև դուք տեսաք, որ դա չի բավարարում Բաքվին եւ Բաքվը շարունակում է իր բարձր պաշտոնության շուրթերով ռեպարացիայի գինը բարձրացնել, եթե հիշում եք, սկզբում 5 միլիարդից են խոսում, հետո 11, հիմա 60 միլիարդի մասին են խոսում։ Գիտեք, քանի մեր իշխանության գլխին այս ոչնչատեսիլներն են, որոնց համար պետությունը, ազգային պետական շահերը ոչինչ են, որին դեռ հաջողվում է մոլորեցնել, պատերազմի վախով մոլորեցնել հայ մարդուն, այսպես հայրենիքը ծախելով Արցախը, ինչ այնիշ տեղ ունեցավ Արցախի հետ, հիմա արդեն Հայաստանի մասին է խոսքը, սա նորություն չէր, դավաճանական այս խոսույթը նաև վարք է, սա միայն խոսույթ չի, սա նաև վարք է եւ այն վերաբերմունքը, որ կա Արցախահայության նկատմամբ այդ ատելության խոսքը, բոլորս հրապարակային սոցիալական ցանցերում տեսնում ենք, որ իրական մարդիկ, ֆեյքերի մասին չի խոսքը, իրական մարդիկ, ովքեր ունեն պաշտոններ, բարձր պաշտոններ, քաղաքական պաշտոններ, թե ինչ կամահրանք, ատելություն, անհանդուրժողականություն ունեն Արցախահայության նկատմամբ, այդ մարդկանց տունը քանդես, այդ մարդկանց քո կանաչ լույսով ցեղասպանության ենթարկես ու մի հատ էլ ասես, որ նրանց իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգում չի, որտեղ հարցը փակված է, բայց դուք ով եք, որ որոշեք իմ հայ ժողովրդի Արցախահայության անունից որոշես, որ Արցախի հարցը փակված է, ուրանալ, դավաճանություն, անբարոյություն, ցանկացած գնահատական, գիտեք, նույնիսկ արդեն բառերը չեն աշխատում։ Նույնիսկ բառերը քիչ են արտահայտելու այն քաոսն ու ողբերգությունն ու մղձավանջը, որ մենք հայտնվել ենք այս դրանց ձեռքին, որովհետև չեմ կարող ոչ նորմատիվ բառեր են գալիս մտքիս մեջ, չեմ ուզում դրանք արտահայտել, բայց այո, միջազգային բոլոր հարթակներում անիրևակալորեն դժվարացել է մեր շահերը պաշտպանելը, բայց չի նշանակում, որ հնարավորություն չկա։ Փոխվում է իշխանությունը, փոխվում են նարատիվները եւ միջազգային իրավունքը, միջազգային ինստիտուտները հնարավորություններ տալիս են, հումանիտար օրենքները, միջազգային պայմանագրերը, միջազգային առողջ արտաքին քաղաքականություն վարելը թույլ կտա ոչ միայն հետ բերել գերիներին, այլև բարձրացնել եւ իրացնել Արցախահայության վերադարձի իրավունքը, որը թաղում է Նիկոլ Փաշինյանը, այդ իրավունքը թաղում է սեփական աթոռի համար։ Ես շատ եմ ուզում, որ մենք իսկապես չհիասթափվենք։ Մենք չհիասթափվենք, որովհետեւ վստահ եմ ոչ միայն մենք կարողանանք այս պատմության անդիվը ետ շրջել, ինչ իմաստով նախ Փաշինյանն ու խմբակը կանգնելու են պատասխանատվության առաջ, պատմության պատասխանատվության առաջ եւ իրավունքի
դատական պատասխանատվության առաջ, որովհետև իմ խորը համոզումով Հայաստանը վաղուց հակապետական, հակասահմանադրական ընթացքի մեջ է, նույնիսկ մեր քարտեզներն են, չէ՞, ականապատված տարածքների քարտեզներն են թշնամուն հանձնում, եւ ինչ ունենք, Հայաստանը ունի խոցված անվտանգություն, ուղղակի անվտանգություն, խոցված ինքնիշխանություն, Հայաստանից տարածքներ են օկուպացված թշնամու կողմից, եւ այդ թշնամու հետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի առևտուրը անում մեր սեփական հայրենիքի պետականության եւ իրավունքների հաշվին, սա է մեր իրականությունը, բայց այս նավակը երերացել եւ ճոճվում է վաղուց այս իշխանության, Գյումրիի վերջին ընտրությունները, Փարաքարի ընտրությունները այդ մասին են խոսում եւ այլևս այնքան հստակ է, որ որքան էլ իրանց պատռեն, իսկ իրանք արդեն իրենց պատռում են, ոչ լափամանն այդ կոդային բառերն են աշխատում, ոչ անցյալը, ոչ հետ բերածը, իրենց ներկան, գիտեք, անցյալում բազմաթիվ սխալներ են եղել, շատ սխալներ, եւ մենք խոսել ենք այդ մասին, բայց անցյալում տեղ ունեցած որևէ սխալ իմ համար հայրենիք եւ 5000 զոհ եւ հայրենազրկված Արցախ չի արժեցել։ Այսօր այս են քաղաքական ուժնա, քաղաքացիական պայմանագիր ԿՊ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, սա այն քաղաքական ուժնա, որը ցեղասպանության, էթնիկ զտումի, 5000 զոհերի, 10000 խեղվածների եւ հայրենիքի կորստի այս ճակատին դաջվելու է եւ պատմական պատասխանատվությունից չեն խուսափելու։